Աղթալայ լեռնահարստացուցիչ կոմբինատի 52 հանքափորները դեռ անորոշության մեջ են։ 2 շաբաթից ավելի է ամեն օր հավաքվում են կոմբինատի դարպասների մոտ աշխատավարձի բարձրացման աշխատանքային պայմանների բարելավման պահանջով։ Կոմբինատի ղեկավարությունը սակայն նրանց պահանջին ընդառաջ չի գնում։ Ավելին գործադուլավորներին հայտնի է դարձել, որ անհամեմատ ավելի լավ պայմաններով Վարդենիսից 10 հորատող են աշխատանքի վերցրել։ Իսկ իրենց հունվարի 19-ին ծանուցումներ են ուղարկել այն մասին, որ աշխատանքի չներկայանալու դեպքում կազատեն աշխատանքից եւ պատճառված վնասի համար փոխհատուցում կպահանջեն։ Դեր մենք կոնկրետ 100%-ով չգիտենք, բայց այնց իմանալով բան, որ շատ լավ պայմաններ է։ 1 միլիոն աշխատավարձ, մնալա, ուտելա, խմելա, սա հիմնարկի վրա այլ աշխատանքներ կատարելու դեպքում էլի աշխատավարձը ավելի բարձր է լինում, մոտավոր 2 միլիոն ամեքի վրա ծախս են անում, բայց մեզ չեն ուզում տան։ Մենք ուզում ենք լրիվ օրինական անենք ու տղեկին էլ դրա համար ենք այսօր հատուկ հենց դրա համար ենք հավաքվել, որ ասենք, որ ոչ մի այլ քայլ չանեն տղեկը։ Նորմալ եղնի դե։ Հիմա եկել են ցանկացած մարդ էլ ինքը տուն է պահում, բայց գիտակցաբար, որ այդ ձևի իրանք եկել են, դու այսինքն նշանակում է, որ այդ մարդուն հակառակը չես էլ կարող համոզես էլի։ Գործադուլավորներին ավելի վաղ հանդիպել է լեռնագործների, մետալուրգների ու ոսկերիչների ճյուղային միության նախագահ Էդուարդ Փահլևանյանը։ Նրա միջոցով նամակներ են փոխանցել կառավարության, աշխատանքի տեսչական մարմնին, մարդու իրավունքների պաշտպանին, սպասում են պատասխանի։ Բան չի փոխվել, սա նույնն է։ Ինչ եք անելու, ինչ մտքի եք։ Հələ քննարկում ենք։ Սպասում ենք իրավասության։ Հանքափորները խոսում են նաև աշխատանքային վատ պայմանների մասին, սակայն նույնիսկ այդ պայմաններով պատրաստ են աշխատել, եթե աշխատավարձի վերանայում լինի։ Երկուշաբթի գործադուլավորները կրկին կհավաքվեն, այդ օրը սպասում են ոչ միայն իրավասու պաշտոնյաներին, այլև համայնքի բնակիչների աջակցությունն են ակնկալում։ Արդեն սա համայնքի խնդիրն է դառնում, մենակ մերը չի։ Եթե պետք է մենք սենց չաշխատենք ստեղ մեր ձորում, մենք չաշխատենք ուրիշ տեղերից կան, ու էլի մեր հայերն է խնդիր չկա, ուղղակի մեր պահանջը կատարվի, նոր էլի խնդիր չկա, բոլորով էլ իրար հետ կարանք աշխատենք ձեռի բռնած, մեկս մեկից թասիբ կայնելով, բայց մի խնդիրը նրանումն է, որ այս ձորի մեջից 52 ընտանիք պետքա չաշխատի, զուտ ընդամենը նրա համար, որ իրանք չեն ուզում մեր աշխատավարձերը վերանայեն, մեր պայմանները վերանայեն, աշխատանքային պայմանները վերանայեն։ Դրա համար պետք է այսինքն մենք չաշխատենք, ուրիշ տեղերից կան աշխատենք, ավելի լավ պայմաններ։ Եթե հավաքվենք, կեղնի, մի բան կարանք փոխենք մեր ձորում, եթե չէ, ուրեմն չէ։ Քաղաքացու Զայնել Օրում մարզի Աղթալա բնակավայրից։